Մի օր էլ չես կարա մնաս։ Բայց դու ուզում ես, որ ես մնամ։ Կգաս։ Բայց ուզում ես։ Հա, բա ինչ եմ անում։ Բայց կգաս։ Այսքանի վաղտը պապան գործ ունի, հետը անպայման կգամ, հա։ Դա։ Լսիան, քեզ տեղ ոչ մեկ չի նեղացնում։ Չէ։ Հաստատ։ Չէ, ինձ ոչ մեկ չի նեղացնում։ Ով պետք է նեղացնի։ Դե լավ է։ Քեզ շատ եմ կարոտում, հա։ Շատ։ Բարև ձեզ։ Խանդարել ես։ Սիրտս կանգնեց, ասպեն չեղավ։ Ես մեր տնից ես, հա։ Հա, քեզ էի սպասում, դու էլ չկար։ Գնացել էի գիրք բերեի։ Դե արի ներս գնանք, լավ։ Ինչ ա աղել, մի տեսակ ես։ Մի քանի օր ա մնացել, որ գնաս։ Կգնաս ու էլ երևի իրար ապշե չտեսնենք։ Մայր լավ էլի, դու գիտես ախր, որ էդ իմ համար ցավոտ թեմա է, ինչ ես տենց ասում։ Ինչն ա ցավոտ ան։ Քաղաք ես գնում։ Ես չեմ ուզում քաղաք գնամ։ Ինձ այնտեղ կապող ոչ մի բան չկա, ես ինչ ունեմ ստեղը։ Իմ գյուղը, իմ տունը, այգին, իմ բոլոր հիշողությունները ստեղի հետ են կապված, մհեր։ Իսկ կկարոտես մեզ։ Հա, մհեր։ Մեր արտասահման չեմ գնում, ընդամենը Երևան եմ գնում։ Ան, ես կգամ քո մոտ, անպայման։ Կգամ ու կգտնեմ քեզ։ Բայց անընդհատ հուսով եմ, որ կգա մի օր, որ դու հետ կգաս։ Ու ես սպասելու եմ այդ օրվան։ Մհեր, մտածում եմ, դե մի քանի օր կա, կարող եմ մաման միտքը փոխի։ Չէ, չի փոխի։ Մհեր, հիշում ես, որ փոքր ժամանակ դպրոց գնալուց գալիս էի ձեր տան մոտ միշտ կանգնում քեզ էի սպասում մի քիչ։ Հետո որ դու չէիր գալիս, ես գնում էի, բայց մինչև իմ դպրոց հասնելը դու վազելով հետևիցս հասնում էիր։ Հա, ոչ չեմ հիշում։ Ես էլ ամեն օր տուն գալուց անհամբեր սպասում եմ երբ եմ նորից դպրոց գնալու, որ քեզ տենամ։ Հələ հրաժար չտված արդեն կարոտում էի քեզ։ Բայց գալիս կռվում էիր, չէ՞ միշտ հետս։ Հա, լավ էի անում, որովհետև մաման ու պապան անընդհատ ջղայնանում էին վրես, ես էլ ավելի էի կատաղում ու ասում էին խիչ ես լավ սովորում, հələ մի հատ Աննային նայ ոնց է սովորում, ավելի էի կատաղում։ Արդեն կարոտում եմ քեզ։ Մհեր, կարող է դու էլ գաս քաղաք հետո, դե բոլորը դպրոց ավարտելուց հետո գնում են քաղաք սովորելու, չէ՞։ Չէ, պապան չի ուզում։ Ասում ունեմ չունեմ մի հատ տղա ունեմ ինքն էլ որ գնա, բայց ինչ եմ անելու։ Համ էլ ինձնից ինչ սովորող։ Ես սովորող չեմ, չէ։ Կկարոտեմ քեզ։ Եթե աղջկաս մասին չմտածեի, կյանքում էստեղ չի գա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ամեցեք։ Միգուցե աղորդեք, որ ես եմ եկել։ Դուք սպասված եք։ Ես քեզ ընդամենը ասել եմ, որ գործերս այս պահին այդքան էլ լավ չեն։ Այդքան բան վերջ։
Ինչ ես ամբողջ օրը հիստերիայի մեջ, քեզ չգիտեմ ինչի տեղս դրել, ինչ է։ Ես հիստերիայի մեջ չեմ, ինչ անեմ ուրախանամ, հա? Կարող ես ուզում էի, որ գործերս պատանեն, հա? Հիմա դենց աստացվել, ինչ անեմ, շրջանակ անցնի կգնամ։ Ուրեմն այսօրի չհասնեի։ Լսի, ես իրավունք չունեմ, կնոջս հետ կիսվեմ իմ խնդիրներով, ասեմ, որ գործերս լավ չեն, որ պետք է մի փոքր տնտեսեի։ Սարքեցի պատմություն, ես ոչ չեմ ասում սոված են, ես ոչ չեմ ասում տունը ծախելու են։ Ամեն ինչ լավ լինի։ Լսի, ես չեմ կարող տնտեսել, չեմ կարող, հատկապես հիմա։ Մեր արելի կանում, ինձ ես ասում։ Ձերդ կմնի նստի սևուշտեն չրդի։ Ներբերես քայքայր ես ասում։ Ոսա դեպի բան ասա։ Ինչ ասեմ։ Ինչ ուզում ես ասա։ Ինչ կար ասեցի, ասում եմ, որ դեսպարին գործերը ինքան էլ լավ չի։ Ինչի լավ չի։ Ժամանակին է։ Կարող չեմ աշխատել։ Ես որ ամեն ինչ լավ։ Կարող չեմ աշխատել, հաց եմ տալիս։ Ուտում ա տվես կյանքը, ուտում ա։ Ես իմ երեխու մասին եմ մտածում։ Հավեսուտ չունեմ տատի։ Ոնց չեք խղճում այդ մարդուն, աղի հեյրը տա։ Մարիամ ջան, կոնե դու մի քիչ մաղջա, մակարելի ասեց։ Այ, մերը տիրան թակուհի է ասկում, մեզ մոտ թակուհի է խաղում, կարծում եմ մոռացել եմ ոնց էր, գոնդոլ կոշիկներով, նասկիներով, ճելպտուն շորերով, գնա հա, գնա, ինքը մոռացել է, բայց մենք լավ հիշում ենք, Միան անգստացի, թողապետ թող կրնի, այ աստված ջան, Եկոտորդը չի, վավելավակ ես շնորհ Աստվածի մեզ ինչ է կատարվում, դասերս վատ են, կյանքս գնալով անհետաքրքիր է դառնում, Լիզայի մասին շուտով կիմանան, ու ես էլ դրա մեջ եմ, մաման ու պապան ավելի հաճախ են կռվում, հիմա էլ պարզվում է փող չունենք, չէ իրոք ամեն ինչ վատ է, փաստորեն ոչ մի լավ բան չկա իմ կյանքում, պապարապունքից փողերը ոնց ենք տալու, մաման հազար ծանոթ գտա, որ ես Գրիգորյանի մոտ հայոց լեզու պարապեմ, Այնտեղ հատուկ մարդկանց երեխեքն են պարապում, դե հատուկ էլ փող տվեք, իսկ հիմա այդ էլ չի լինի, երևի մի օր ոչ մի բան էլ չի լինի, այս մեր սուտ ընտանիքից։ Եթե մի ժամ առաջ ինձ ասեին, որ երաշխները լինում են, չէի հավատա։ Բարև ինգա։ Չեմ ուզում ասեմ, թե ինչքան ուրախ եմ քեզ տեսնել։ Դու էլ գիտես։ Գիտեմ։ Լավ ես։